հիվանդությունները, որոնք ուղղորդվում են դիմացակային վիրաբույժի մոտ, հիմնականում ատամնաբուժերի կողմից, դրանք ռետեցված ծնոտի մեջ գտնվող ատամներն են։ Դրան երևի թե հաջորդում են ատամնածին հայմորիտները, օտոնդոգեն ամենախոռոչի կիստաներ, բորբոքումներ, ինչ-որ երբեմն պոլիպոզ փոփոխված լորձաթաղանթով։ Դրան հաջորդում են քունքսորձենտային հոդի խնդիրները, որոնք բավականին տարածված են մանավանդ Հայաստանում, այսինքն կոպիտ սնունդ ուտող ազգի մոտ, լավաշ ու խորոված սիրող։ Եթե իմ անձնական փորձով մոտ ամեն երրորդի մոտ այդ խնդիրը կա, 8 քագեղձի գոյացությունները բավականին հաճախ այդ 18+ խմբի վերաբերյալ։ Ավելի փոքրերի մոտ հիմնականում բորբոքային կաթնատամների հետ կապված խնդիրներ, երբ որ հիմնական ատամի կաթնատամի փոխվելու կարելի ասած են ժամանակի գալիս է, մարդկանց մոտ այդ հատվածում սկսում են բորբոքել, այսինքն ատամը շարժվում է, տակահեշտ սնունդ է հավաքում ու տուշիկները այտուցվում են, տարախակալվում են, բորբոքվում են, ամենահաճախ հանդիպող դեպքերը դրանք են, որ մեզ դիմում են։ Դրանից հետո երևի թե կարելի ասած մի քիչ բնածին արատներ դեպի տանել, ասենք փոքր ուղակներ, ականջի դիմացի, մի քիչ ավելի մեծ պարանոցի ուղակներով բաներ ու մի քիչ ավելի բարդ, ասենք հիմքի շփումքի արատներ։ Հիմնականում դիմացինային շրջանի արատները ձևավորվում են հղիության առաջին 12 շաբաթում։ Ինչքան երկիրը զարգանում, այնքան սկրինինգները զարգանում են, մարդիկ ավելի շուտ են իմանում, որ իրենք հղի են ու ավելի խնայողաբար են իրենց սպառում, ասենք խուսափում են գրիպներից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ճիշտ է, եթե արատները գենետիկ բնույթ չեն կրում, այսինքն առաջի տրիմեստրում ոչ ճիշտ վարվող հղի պարագայում առաջացող արատներ են, դրանք բավականին նվազել են։